Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ճամբարակի պայթյունից տուժած մի քանի քաղաքացիների տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Ցավոք կան նաև զոհեր, տուժել է 10-ից ավելի քաղաքացի, նրանց մեջ երեխաներ կան։ Պայթյունը որոտացել է վաղ առավոտյան քաղաքի բազմաբնակարաններից մեկում։ Փլվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի բնակարանները։ Վնասվել են նաև հարակից մուտքերի տները։ Նախնական վարկածով պայթյունն առաջացել է գազի արտահոսքից։ Մեր շենքն է։ Ժամը քանիսն է, ինչ իրավիճակ է։ 8:30 երևի, ես չգիտեմ, տներն եմ հավաքում։ Հա, տեղի ունեցավ, պայթուն տեղի ունեցավ, ես ճիշտ ասած մտածեցի սահմանը հարձակում կարող է լինել, հետո պատուհանից դուրս նայեցի, տեսնեմ հարևանը, այս կողքի հարևանը ջուր է խնդրում, ջուր իջացրեք, երեխեք կային, մատացել էին այդտեղ վախից, բնական հա, կլներն 6-րդ, 7-րդ դասան երեխեք, ջուր իջացրեցի։ Ճանաչել եք իրենց հարևանները։ Ահա, իհարկե, Ստեփոկը Ռաունը։ Ովքեր են, ասացին մեկը Ռիտա տատիկը, 70-անց կիներ։ 70-անց իր տղան Արտուր, տեխնիկային թատրոնի մեր ղեկավարն էր, մեր լավ քաղաքացին։ Այսինքն իրեն էլ են գտել արդեն մարմինը։ Հա, տեղը գտել են իրեններ։ Տեղը գիտեն որտեղ է, որ մասիմա։ Երևի 53։ Ես Արցախի տեղահանված եմ։ Տղայիս հետ այստեղ Վարշավայում ենք ապրում։ Առավոտյան 8:30 էր, գմփոցը լսեցի։ Վախեցա, իմացա երևի թուրքերն են խփում։ Վախեցա, ինձ թուլացա։ Հետո դուրս եկա տան հետևի բարկոնը նայեցի, տեսա չէ, ծուխ է հելնում շենքից։ Մի կինակ բղավում, օգնեցեք, ասում եմ, քուր ջան, քեզ ոնց օգնեմ, ախր չեմ կարա, հնարավոր չէ օգնեմ։ Բացում եմ վախից, չգիտեմ ինչ անեմ։ Շատ ուժեղ ցնցում եղավ, շատ վալնա եղավ, շատ ուժեղ, չէի պատկերացնում, ես ասի երևի երկաշարժ է։ Հետո որ դուրս եկա, տեսա փոշին բարձրացավ, իմացի որ այնտեղ է։ Վազելով գնացի, տեսա որ պայթերա, չենք քանդվել էլ։ Ուժեղ պայթուն լսվեց, որ այդ պատերազմի ժամանակ տանկը տես չէր կրական, ավելի ուժեղ էլի։ Լուսադեմին հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի շենքերից մեկում գործող ընկերության տարածքում, տարհանվել է 30 մարդ, բարեբախտաբար տուժածներ չկան, հրդեհն ինքնամարվել է, այրվել են Կախովի առաստաղը, 2 օդորակիչ և մալուխներ։ Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայրաթոռը թող պարզաբանի համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Կրկին այս հարցադրումն է իր Facebook-յան պատին տեղադրել Նիկոլ Փաշինյանը։ Եկեղեցու թեմային է անդրադարձել Տավուշի մարզպետը։ Դա եկեղեցու դեմ չի ուղղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափարի դեմ է ուղղված։ Վեհափարի դեմ չի ուղղված, ուղղված է այն մարդու դեմ, որը որ խախտել է կուսակրոնության այդ գրածը։ Վեհափարի եկեղեցու դեմ է, ու բառամթերքն իր, ինչպես է եկեղեցու հոգևորականների մասին խոսում։ Ժողովուրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալի ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի, դուք ոնց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը աղոթում եւ մոմավառում այն եկեղեցիներին, որտեղ սպասավոր չկա, թող դրա մասին մտածեն։ Իսկ երեք հետևել եք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Զվարթնոց օդանավակայանում, ինչպես էր հանրությունը դիմավորում վեհապարին։ Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված, որը կարող է գնալ եւ ցանկություն է հայտնել գնալ Զվարթնոց օդանավակայան դիմավորելու։ Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ, այցելով ինչ նկատի ունեք բազմամեծ զանգված ասելով, որտեղ եթե քաղաքական տարբեր շատ լավ, եթե քաղաքական
ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ ազգային ժողով եւ դիմավորել եւ դրանից հետո ընդամենը Զվարթնոց օդանավակայան եւ դրանից հետո ընդամենը 1500-2000 քաղաքացի է այնտեղ լինում մեկնաբանությունները ես թողում եմ ձեզ Փաշազադեն իր ողջ ընտանիքով թաղված է կոռուպցիայի մեջ եւ Ադրբեջանում ամենավարկաբեկված եւ անընդունելի հանրային դեմքերից է, գրում է Caspian Frontiers-ը։ Փաշազադեին Ադրբեջանի թուրքերը կամ պայմանական էթնիկ ադրբեջանցիները չեն ընդունում, որովհետև նա ազգությամբ թալիշ է, բայց Փաշազադեին չեն սիրում ու չեն ընդունում նաև թալիշները, որովհետև նա եղբոր հետ հանուն պաշտոնի փողի եւ ունեցվածքի ուրացել է իր ազգությունը եւ դադարել է իրեն համարել թալիշ։ Ավելին նրանք թուրք ազգայնական էլիտայի հետ մասնակցել են թալիշական ազգային շարժման առաջնորդների եւ ակտիվիստների հետապնդումներին։ Ցուցմունքներ են տվել թալիշ ժողովրդի իրավունքների համար պայքարող մարդկանց դեմ։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի մտքից ահաբեկված են նաև ՔՊՕ-ում։ Նիկոլ Փաշինյանի նախորդի գրառումը մասնավորապես վեհափառին եկեղեցուց վտարելու կոչը իրար է խառնել ողջամիտ եւ բանականություն ունեցող իշխանական падգամավորներին նույնպես։ Նրանք առաջնորդի ստատուսն առավոտ վաղ իրար են ուղարկել քննարկել հնարավոր սցենարները, ապա եզրակացրել, որ սրանից լավ հոտ չի գալիս։ Մտածել են, որ Փաշինյանը եկեղեցու դեմ իր պայքարով քաղաքացիական պատերազմի է տանում երկիրը, քանի որ քրիստոնյա ժողովրդի զգալի հատվածը վերջին օրերին կոչեր է անում հնարավոր հարձակումների դեպքում կանգնել եկեղեցու կողքին, պաշտպանել իշխանական սադրիչներից։ Ժողովուրդը գրում է իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկա անվեհափառը կհրաժարվի կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից։ Ժողովուրդ օրաթերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վեհափառը ելք չունի։ Հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է ենթարկվի Նիկոլ Փաշինյանի պնդումներին եւ հոգեվորականները պետք է նոր կաթողիկոս ընտրեն։ Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել ու միմյանց վստահեցրել են, որ վեհափառը ելք չի ունենալու, երբ ճնշումները օր-օրի ավելանան։ Իսկ եկեղեցականները ժողովուրդ օրաթերթին փոխանցում են, որ վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրեն կհասնեն իրենց ուզածին միայն լռությամբ ու պետք է Փաշինյանի բարձրացրած աղմուկին ընթացք չտալ եւ այն աստիճանաբար շուտով կմարի։ Թե որ կողմը առաջիկայում կունենա իր համար ցանկալի արդյունք դեռևս պարզ չէ, բայց փաստ է, որ հանրության լայն շրջանակներին կատարվողը դուրս չի գալիս։ Հրապարակը գրում է Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու եւ նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին։ Մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրվեր, ապա երրորդյա ժամկետում խորհրդարանին նիստ հրավիրվեր եւ նախագահ ընտրեին։ Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավելի է արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե սահմանադրությունը, թե խնդրի առարկային վերաբերող օրենսդրությունը եւ եզրակացրել, որ համաձայն գործող իրավակարգավորումների յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում, այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարան ընտրություն չի կատարել։ Հետևաբար խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտունքի մեջ են։ Նրանք ճիշտ է Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց կոտրելու են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին։ Հիշեցնենք, որ իշխանական սպառնալիքները տեղ հասցնող ՆԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է։ Ժողովուրդը գրում է Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են։ Ըստ իրազեկ աղբյուրների քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու կարծես թե արդեն կոնկրետ փաստեր են հավաքել։ Քաղաքապետարանում էլ շունչները պահած սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։ Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց 7 անձի, այդ թվում մի շարք բարձր պաշտոնյաների։ Հրապարակը գրում է հունիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավորի անդամի եւ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր դրված։ Նիստը տեղի ունեցել կառավարության նիստերի դահլիճում։ Մեզ պատմեցին, որ չնայած նախապես լուրեր կային, թե քվորում կարող է չլինել, բայց բավական քիչ թվով դատավորներ են բացակայել, այդ թվում դատավոր Մասիս Մելքոնյանը, որը նեղացած է իշխանություններից, քանի որ նախորդ ամիս նրա նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, մինչդեռ ինքը բազմաթիվ ծառայություններ է մատուցել ՔՊԱ-ականներին։ Համացանցում կադրեր են տարածվել, որոնցում Թրամփի ոտքը սայթակում է ինքնաթիռ բարձրանալիս։ Նախկինում նույն աբովանդակ տեսանյութեր էին տարածվում Բայդենի մասնակցությամբ։
Բրազիլիայում 9-ամյա տղան դարձել է համացանցի աստղ, նա դպրոց է գնում խոզին հեծնանց, խոզով դպրոց գնալու տեսանյութերը վիրուսային են դարձել, տղան արդեն 1,2 միլիոն հետևորդ ունի ինստագրամում։ Մոլորակի բնակիչներն անցած գիշեր հետևել են գերլուսնի երևույթին, երկրի բնական արբանյակը երևացել է կարմրավուն և դեղնավուն երանգներով։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը և բաժանորդագրվում։